Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1415-րդ օրն է, իրադարձությունները շատ արագ են զարգանում նոր տարում, կան բազմաթիվ թեմաներ, որոնց մասին ուզում եմ ձեզ պատմել, դա եւ պայթյունն է Մոսկվայում, եւ ուկրաինական դրոնների աշխատանքը Ռուսաստանի տարածքում, եւ Ամերիկայի կողմից ռուսական նավերի գրավման հետ կապված մանրամասներ եւ ստվերային նավատորմին պատկանող եւս մեկ ռուսական նավի վրա դրոնների հարձակման մասին, որը արդեն ուկրաինական դրոններն են կատարել Սևծովում։ Նաեւ կան նոր մանրամասներ Եվրոպայում նախապատրաստությունների մասին կապված Գրենլանդիայի նկատմամբ Թրամփի հավակնությունների հետ, ինչպես նաև Կադիրովի վերաբերյալ Թրամփին տրված Զելենսկու հուշումը։ Լուրերը շատ են, բայց կաշխատեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել միայն ամենակարևորները, սակայն կա եւս մեկ թեմա, որն առավելագույնս բացահայտում է պուտինյան քարոզչության սուտը, որին նույնպես կուզենայի անդրադառնալ։ Մենք հաճախ ենք խոսում Ռուսաստանի անկում ապրող տնտեսության մասին, բայց սոցիոլոգիայի հետ կապված նյութերը այնքան էլ հաճախ չեն հայտնվում մեր եթերում։ Պուտինյան ռեժիմը ամեն կերպ փորձում է թաքցնել ցանկացած տվյալ, որը կարող է մատնել Ռուսաստանում տիրող իրական իրավիճակը։ Պուտինը, ով ուրախանում էր, թե իբր Ռուսաստանին հանել է ժողովրդագրական փոսից, բախվել է մի իրականության, երբ փակվում են ծննդատները Ռուսաստանում։ Սա հստակ ուղերձ է այն մասին, որ Կրեմլի տվյալները, թե Ռուսաստանում ամեն ինչ ավելի լավ է, կեղծ են։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Միլովը անկախ ռուս լրագրողների վրա հղում անելով հնչեցրեց տվյալներ, որոնց համաձայն բժիշկը, ով նախկինում օրական 25 ծնունդ էր ընդունում, այժմ ընդունում է ընդամենը 1 ծնունդ 1 օրվա ընթացքում։ Հավանաբար հենց այդ պատճառով է, որ Ռոստատը թաքցրել է Ռուսաստանում դեմոգրաֆիական տվյալները, որպեսզի մենք հասանելիություն չունենանք իրական թվերին, բայց ինչպես տեսնում եք, անկախ լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները այնուամենայնիվ գտնում են տեղեկատվություն ստանալու ուղիներ։ Հետաքննող լրագրողներին հաջողվել է ձեռք բերել տվյալներ այն մասին, թե ինչ հարցերով են ռուսաստանցիները դիմում իրենց մարդու իրավունքների պաշտպանին։ Պատկերը հետևյալն է. Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների ավելի քան 70%-ը կապված է պատերազմի հետ։ Մշակելով տեղեկատվության հսկայական զանգված, հետաքննողները եկել են այն եզրակացության, որ ռուսաստանցիները, ավելի ճիշտ հասարակության մեծ մասը, տառապում է պատերազմի հետևանքներից։ Դիմումներն ունեն ամենատարբեր բնույթ, սակայն այսպես թե այնպես դրանց ավելի քան 70%-ը կապված է պատերազմի եւ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ։ Հուսով եմ ապագայում կհաջողվի ավելի հաճախ անդրադառնալ այս թեմաներին, դրանք շատ ուրույն ձևով բացահայտում են տեղի ունեցող իրական պատկերը։ Վերջերս նորից մեծ աղմուկ բարձրացրեց ներմուծման փոխարինող ծրագրի ձախողումը, ներմուծման փոխարինման կրախը եւ ավիացիոն ոլորտի դեգրադացիան գնալով խորանում է։ Ռուսաստանում կրկին հետաձգել են MS-21 ինքնաթիռի արտադրությունը, որի թողարկման մասին խոստումները հնչում են դեռ 2009 թվականից, սակայն պատերազմն ու պատժամիջոցները հանգեցրել են ավիաոլորտի անկմանը։ Ամերիկայում միջոց են գտել ռուսական Լուկոյլին զրկելու իր բոլոր միջազգային ակտիվներից, այս մասին գրում է Financial Times-ը, ամերիկյան Chevron նավթային կորպորացիան եւ Quantum Capital Group ներդրումային ընկերությունը պատրաստվում են լիակատար վերահսկողության տակ վերցնել ռուսական Լուկոյլ նավթային ընկերության բոլոր միջազգային ակտիվները, հայտնում է պարբերականը։ Զգում եք, չէ՞, որ օղակը օր-օրի սեղմվում է Պուտինյան ռեժիմի շուրջ։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Այսօր նույնպես կան բազում հետաքրքիր ոգևորիչ կադրեր։ Իդեպ Իրանի մասին մեր Telegram-ում լուրերը շատացրել ենք, ովքեր չգիտեն, ասեմ, որ կարող եք տեղեկանալ նաև մեր Telegram-ից Իրանի ցույցերի մասին։ Ցուցարարները նոր քաղաքներ են վերցնում իրենց տիրապետության տակ։ Գիտեք ինչ նկատեցի, նայելով բողոքի ակցիաների քարտեզին, Իրանի ադրբեջանցիները բավականին пассив են, միայն Թավրիզում կային ինչ-որ ակցիաներ։ Սա վկայում է, որ Թուրքիայի շահերին հակասում է այս կատարվողը։ Սա այն սցենարներից մեկն է, ինչի մասին խոսում էինք ամռանը դեռ Իրանի ռմբակոծության օրերին։ Պարզապես հիմա ֆիքսենք այս փաստը, կհետևենք, հետո կվերլուծենք։
Փարիզն ու Բեռլինը արագացնում են համակարգումը դանիական Գրենլանդիա կղզու նկատմամբ ամենաառաջնորդ Թրամփի հավակնությունների պատճառով Ֆրանսիան եւ Գերմանիան հրատապ համակարգում են սկսել եվրոպական դաշնակիցների հետ ի պատասխան նշված դանիական կղզու հասցեին Վաշինգտոնից հնչող սպառնալիքների, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Նրա խոսքով այդ աշխատանքի նախնական արդյունքները կարող են ներկայացվել առաջիկա օրերին։ Փարիզը մտադիր է գործել բացառապես եվրոպական գործընկերների հետ համակարգված։ Տեսնում եք, չէ՞, ինչ հակասական է Թրամփի դերը աշխարհում։ Մի բան լավ է ընկալվում, մյուսը շատ վատ։ Իսկ Կիևում արձագանքել են ռուսական տանկերի կալանմանը, Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչները ողջունել են ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունը, որի ընթացքում կալանվել է Ռուսաստանի ստվերային նավատորմի տանկերը, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող եւ ռուսական դրոշի ներքո նավարկող Մարիներա տանկերի կալանումը կարող է հեռահար հետևանքներ ունենալ։ Նման կարծիք է հայտնել պատժամիջոցների քաղաքականության հարցով Ուկրաինայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Վլասյուկը։ Նրա խոսքով ամերիկյան կողմի գործողությունները կարող են օգտակար նախադեպ ստեղծել եւ ցույց տալ, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են եւ պետք է իրականում գործեն, այլ ոչ թե մնան ձևականություն։ Վլասյուկը ընդգծել է, որ նման քայլերը ճնշման արդյունավետ գործիք են եւ կարող են ստիպել ստվերային շուկայի մասնակիցներին հաշվի նստել սահմանված սահմանափակումների հետ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան նույնպես ողջունել է ծովում իրականացված ամերիկյան գործողությունը։ Իր X սոցիալական ցանցում գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ամերիկայի վճռականությունն ու առաջնորդությունը Թրամփի գլխավորությամբ, որ ագրեսոր երկրի դեպքում պետք է չվախենալ եւ գործել վստահ։ Նրա խոսքով Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականությունը մոտեցնում է խաղաղությունը Ուկրաինայում։ Այս ֆոնին նախագահ Զելենսկին անդրադառնալով Մադուրոյի ձերբակալության թեմային նշել է, որ Պուտինի դաշնակիցների Կադիրովի եւ Մադուրոյի դեմ կոշտ գործողությունները կարող են բեկումնային ազդանշան դառնալ Մոսկվայի համար։ Զելենսկին կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի դիրքորոշման պատճառով խաղաղ բանակցությունների տապալման սցենարի մասին։ Նրա խոսքով Ամերիկան արդեն ցույց է տվել, որ Արևմուտքը ունակ է գործել արագ եւ վճռական, եւ նման գործողությունների օրինակ կարող է լինել Վենեսուելայում Մադուրոյի դեմ իրականացված գործողությունը։ Զելենսկին ուղղակիորեն հիշատակել է Ռամզան Կադիրովին, նրան անվանելով մարդասպան եւ հայտարարել է, որ նմանատիպ կերպարների դեմ ցուցադրական կոշտ գործողությունները կարող են ազդանշան լինել Մոսկվայի համար։ Պետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան անում է հնարավոր ամեն ինչ դիվանագիտական կարգավորման համար, սակայն Ռուսաստանը գիտակցաբար ձգձգում է բանակցությունների գործընթացը։ Նման իրավիճակում, ընդգծել է Զելենսկին, գործընկերները պետք է դադարեն զգուշավոր գործել եւ սկսեն ճնշում գործադրել Կրեմլի վրա, այնպես կարծես պատերազմն ընթանում է հենց իրենց տարածքում։ Եթե խաղաղություն չլինի, Զելենսկին հավելել է, որ խաղաղության գործընթացի ձախողման դեպքում Ուկրաինան ստիպված կլինի շարունակել պաշտպանությունը, դրա համար երկրին առաջին հերթին անհրաժեշտ են ուժեղացված հոբ, բանակի ֆինանսավորում, դրոնների մասշտաբային արտադրություն եւ երկնքի պաշտպանություն։ Այս բոլոր հարցումները վաղուց հայտնի են դաշնակիցներին, նշել է Զելենսկին, դե ոչ միայն դաշնակիցներին, Ուկրաինան էլ ձեռքները ծալած նստած չէ։ Մոսկվայում երեկ սկսվեց այրվել Ռուսաստանի Դաշնության ռազմական ավիացիայի հետ կապված ռազմական գործարան։ Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի կարևորագույն պաշտպանական ձեռնարկություններից մեկում։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հրդեհը գրանցվել է Օդեկա Սալյուտ գործարանի տարածքում, որը մտնում է Ռոստեխ խմբավորման կառուցվածքի մեջ եւ զբաղվում է ավիացիոն շարժիչների արտադրությամբ։ Հաղորդվում է, որ կրակը բռնկվել է արտադրական մասնաշենքերից մեկի ներսում, այրվել է տեխնոլոգիական սարքավորումը, հրդեհը բավականին լուրջ է եղել եւ տարածվել է մոտ 300 քառակուսի մետր մակերեսով, ինչից հետո կրակը մեկուսացվել է։ Ձեռնարկությունը մասնավորապես կապված է Սու սերիայի ինքնաթիռների հետ, ինչպես նաեւ ուսումնամարտական ինքնաթիռների սպասարկման հետ։ Գործարանը գտնվում է Ուկրաինայի եւ մի շարք հարևմտյան երկրների, Ամերիկայի գլխավորությամբ սահմանած պատժամիջոցների ներքո իր գործառույթների եւ Ռուսաստանի ռազմական արդյունաբերության մեջ ունեցած կարևոր տեղի պատճառով։ Կարծես թե վատ լուրերը դարձել են Ռուսաստանի մշտական ուղեկիցը։ Wall Street Journal-ը հայտնում է, որ Թրամփը պատրաստվում է նավթի գները իջեցնել մինչև $50 մեկ բարելի դիմաց, ինչը ինքնաբերաբար նշանակում է ռուսական նավթի գնի անկում ել ավելի ցածր։ Դե իսկ Լուկոյլի ակտիվներն էլ ամերիկյան գործարարների կողմից իրենցով անելը դժվար թե ուրախացնի Մոսկվային, բայց դե իրենք են սկսել այս խաղաղը, տեղ
չունեն բողոքելու։ Իդեպ Ռուսաստանում կոչ են արել վերադարձնել ստվերային նավատորմի տանկերի անձնակազմի անդամներին, սակայն Վաշինգտոնը ըստ ամենայնի մտադիր է բոլորովին այլ կերպ վարվել։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ կալանավորած մարիները տանկերի անձնակազմը կարող է կանգնել ամերիկյան դատարանի առաջ։ Բայց ռուսների դարդերը միայն մարիներա տանկերով չավարտվեց, ինչպես ասացի եթերի սկզբում, ռուսները եւս մեկ նավ են կորցրել արդեն Սևծովում, ռուսական նավթային լոգիստիկային հասցված հերթական հարվածը տեղի է ունեցել Թուրքիայի ափերի մոտ, ուկրաինական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Հունվարի 7-ին Սևծովում դրոնը հարձակվել է Էլբուս նավթային տանկերի վրա, որը Պալաուի դրոշի ներքո ուղևորվում էր դեպի ռուսական նավահանգիստ հումք բարձելու համար։ Դե գիտեք, ստվերային նավատորմը տարբեր երկրների դրոշների տակ է գործում։ Միջադեպը տեղի է ունեցել Կաստամոնու նահանգի թուրքական Աբանա շրջանի ափից մոտ 30 մղոն հեռավորության վրա։ Նավն ուղևորվում էր ռուսական Նավառասիսկ նավահանգիստ, որտեղ նախատեսում էր նավթ բարձել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, դրոնը հարվածել է տանկերի վերին հատվածին, նավը վնասվել է, սակայն անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան։ Հարձակումից հետո Էլբուսի տախտակամածից տրվել է աղետի ազդանշան, դեպքի վայր օպերատիվ կերպով ժամանել են Թուրքիայի առափնյա պաշտպանության ստորաբաժանումները։ Ասա մի քիչ ուշանայիք էլի։ Անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել տանկերը քարշակել Ինեբոլու նավահանգիստ, որտեղ այն կանցնի տեխնիկական ստուգում։ Էլբուսի հետ կապված միջադեպը տեղավորվում է Ռուսաստանի հետ կապված մատակարարումների ռիսկերի աճի ընդհանուր միտման մեջ։ Մոսկվայի նավթային ենթակառուցվածքները եւ տրանսպորտային շղթաներն ավելի ու ավելի հաճախ են հայտնվում վտանգի տակ, իսկ նման ուղերձերի անվտանգության արժեքը շարունակում է աճել։ Սևծովը, որ նախկինում համարվում էր համեմատաբար կայուն երթուղի, աստիճանաբար վերածվում է բարձր վտանգավորության գոտու այն նավերի համար, որոնք աշխատում են ռուսական շուկայի համար։ Զգում եք, չէ՞, խաղաղության օրակարգը ինչ խոցելի է այսօրվա աշխարհում։ Հայաստանում պետք է լուրջ հետևություններ անեն կատարվողից, պետք է դինամիկ արձագանքել, շատ լավ վերլուծել եւ դինամիկ արձագանքել։ Իսկ Ռուսաստանի օկուպացիոն բանակը շարունակում է իր դրոններով եւ հրթիռներով գրոհել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերը 3 երեկոյան առանց լույս էին մնացել։ Զապորոժիեն ստացվեց ամբողջությամբ վերականգնել, Դնեպրոպետրովսկի մարզը դեռ ամենը չի վերականգնվել։ Աշխարհի անհանգստության ֆոնին ռուսներն էլ էլեկտրոլարերի հետ են կռիվ տալիս, ինչպես իրենք են ասում, «Каждому свое»։ Նորից ձեր էկրաններին հանեցիք QR կոդը մեր Telegram-ի, բոլոր հետևորդները ամեն օրվա ռեժիմով տեսնում են Ուկրաինայի ամենօրյա օդային հարձակումները, որոնք ոչ միայն ապառազմականացնում են Պուտինյան Ռուսաստանը, այլև կաթվածահար են անում լոգիստիկան, ինչպես ասացի եթերի սկզբում, բազում հաճելի կադրեր կան, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Բացի Ուկրաինայի լուրերից, Իրանի լուրերն ենք ավելացրել։ Անցնենք մարտի դաշտի իրադարձությունների թվերին, ռազմաճակատում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 275 մարտական բախում, մարտերի քանակը աճել է, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է եւս 1400 օկուպանտ եւ 370 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել է արդեն 1,215,900 զինվորական։ 3 հունվարի 7-ին Պոկրովսկի ուղղությամբ ռուսական բանակը 77 անգամ գրոհել է Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, իսկ Գուլիայի Պոլիի ուղղությամբ ընդամենը 40 անգամ։ Փաստորեն նորից որոշել են շեշտը դնել Պոկրովսկի ուղղության վրա, դե որ ուղղությամբ էլ շեշտը դնեն, միևնույն է ստանում են ուկրաինական պատասխան։ Իդեպ մեր Telegram-ի հետևորդները կարող են տեսնել հաճելի կադրեր, թե ինչպես է ջախջախվում ռուսական հերթական զրահապատ շարասյունը Պոկրովսկի մոտ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, անընդհատ ջախջախվում են, չէ՞, բայց միևնույն դասեր չեն խաղում։ Նույն ձևի հավաքվում են տանկերով, զրահամեքենաներով ու փորձում են ճեղքում կատարել, ինչի հետևանքը արդեն նորություն չի, հա, բոլորը ոչնչացվում են։ Հետաքրքիր է մինչև երբ սրանց մոտ է process-ը կտևի։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվել։ Հույս ունեմ, որ կհանդիպենք արդեն վաղը այլ ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։